խնդիրը նրանում է, որ ռուսները նայում են, որ քանի որ հայերը չեն ունեցել պետականություն, եկեղեցու դերը գենետիկ մակարդակով, ենթագիտակցության մակարդակով հայ գիտակցության մեջ նստած է, հետևաբար, եթե եկեղեցին մտնի այդ գործընթացի մեջ, Հայաստանում կարող է հասնել իշխանափոխության։ Եվ բնականն էր, որ Ռոբերտ Քոչյանի հետ ասելուց հետո այդ շարժումը ձևավորվեց, այո, Բագրատ Սրբազանի շարժումը, որը հայտարարեց, որ ինքն ունի ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։ Ես այդ ժամանակ բազմաթիվ անգամներ խնդրանքով դիմել եմ ամենայն հայոց կաթողիկոսին, որ սա ամենամեծ վատությունն է, ինչը կարող է արվել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, որ դատապարտել է պետք է, ես քննադատել եմ սառեցնելը, չնայած այդ սառեցնելու հարցը նաև ինչ որ առումով իմ այդ խնդրանքների կամ այդ վերաբերմունքը ձևավորելու արդյունքում էր, բայց սառեցնելը չի նշանակում օրհնություն չունենալ։ Այսինքն դրանից հետո արդեն սկսեց Աչապահյանը աջակցել Բագրատ Սրբազանին, հետո սկսեցին արդեն մեխանիզմներ առաջարկել, թե ինչպես Հայաստանում հասնել իշխանափոխության։ Այսինքն եկեղեցին մտած է քաղաքականության մեջ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։